Ես ներկայացնում եմ Արտոնի կանանց համայնքային խորհրդասարական կազմակերպությունը։ Մենք այսօր վարշավին մի նախաձեռնությունով ենք ուզում հանդես գալ եւ խորհրդարանում քաղաքական հայտ ներկայացրած եւ գործող կուսակցությունների ուշադրություն հրավիրել այդ հարցի վրա։ Այս նստած մարդիկ 9 ամիս ծմրգատակ են հարգել ընկերներ։ Մենք սեպտեմբերի կեսից մինչև մայիսի վերջ վարելիք ենք πάρել։ Եվ այստեղ այս մարդիկ այս բարձր լեռնային 2000 մետր բարձրության վրա եկել են այս մի կտոր լճի բերծբնության համար։ Այսօր մեր լիճը հսկրվում է։ Այսօր մեր բնապահպանական խնդիրը մեր համար առաջինն է։ Ոչ գործազրկություն, ոչ արտագաղթ մեզ այդքան չի հուզում, որովհետև մեր ապագան է վտանգված։ Սևանը գործող բոլոր ղեկավարներին հետաքրքրում է այնքանով, ինչքանով իրենց աթոռը։ Եթե աթոռ չկա, Սևանը նրանց չի հետաքրքրում։ Սևան այս մարդկանց Սևան է։ Եթե բարձրանում է, ներկաներին է թացանում, եթե ցամաքում, եթե իջնում է, մեր աղբյուրներն են ցամաքում։ Ես խնդրում եմ, որպես քաղաքական ուժ ուշադրություն եմ հրավիրում 2-3 հարցերի վրա։ Այսօր Սևանը անօրինական խայտառակ օգտագործվում է։ Շնորհակալություն։ Առաջին, Սևանը սնուցող կետերի վրա, դա Սևանի մասին օրենքն է։ Ոչ մի տեսակի հիդրոէլեկտրոկայան չի կարելի կառուցել։ Ռամզեսը ժամանակին ասել ես ոչ մի հոսող ջրի առջև քարջ չեն գցել։ Էնդեմիկ բոլոր ձկնատեսակներն ու կենդանական աշխարհն է վերանում, լցվելով տուրբինի մեջ ու դուրս գալով։ Մարտոն ու գետում նույնիսկ գործ չի մնացել։ Էլ չեմ ասում, այն անօրինական կառույցները եւ խողովակները, որոնք տարին մի քանի անգամ տրակվում են եւ բողովում են ամբողջ 6 գյուղերի հողատարածքները։ Այսօր Սևանը դարձրել են ձկնաբուծարան։ Ցանցային եւ ձկնաբուծարաններ են կառուցել Սևանի մեջ, լցնելով այնտեղ ազոտ, ֆոսֆոր եւ դեղանյութեր։ Դա աշխարհում եզակի քաղցրահամ ջուր է։ Չի կարելի Սևանը կեղտոտել, աղտոտել, ինչ որ մի քանի մարդկանց անձնական շահերից ելնելով։ Այսօր Սևանի ափին կառուցվում անօրինական հոթելներ ու հանգստյան տները ղեկավարներին են, որոնք ստիպում են թույլ չեն տալիս Սևանալիճը բարձրանա։ Դրա համար կամ Արփասևանի ելքն են փակում, կամ ջրի քանակն են տարեկան 170 միլիոն խորանախնորից ավել բաց թողում։ Այսօր սարսափելի բաց օգտագործվում է եւ սոտքի ոսկու հանքը եւ ամուլսարը։ Դուք իմացեք